Համատեղելով արվեստն ու զարգացման յուրահատուկ կարողություններ ունեցող անձանց հմտությունները, կողք կողքի հասարակական կազմակերպությունը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը վարչապետի տիկին Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո 4-րդ տարին անընդմեջ կազմակերպում են կողք կողքի միջազգային ներառական արտ-փառատոնը։ Այս տարի մասնակցել է մոտ 150 երեխա մայրաքաղաքի և մարզերի վերականգնողական կենտրոններից։ Փառատոնը հյուրընկալել է նաև մասնակիցներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից։ Փոխնախարարի խոսքով կառավարությունը կարևորում է ներառական կրթությունը, այն դիտարկելով ոլորտի զարգացման ռազմավարության գլխավոր կետերից մեկը։ Գնենք կողք կողքի նրանց ընդգրկենք ընդհանրապես հասարակության մեջ, տանք այդ հնարավորությունը, որպեսզի իրենք արարեն մեր կողքին եւ մեզ հետ միասին։ Այս է այսօրվա գալայի ամբողջ բովանդակությունը, քանզի կտեսնեք, որ հատուկ ուշադրության կարիք ունեցող այս երեխաները վարպետների կողքին նույն հարթակում գործելու են, երգելու են, պարելու են եւ ցուցադրելու են իրենց կարողությունները։ Կողք կողքին ի սկզբանե երաժշտական փառատոն էր, ապա դարձավ միջազգային, այս տարի ներառվել են նաև թատերարվեստն ու պարարվեստը։ Փառատոնի նպատակն է բացահայտել սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժը մեկ հարթակում, մեկ գաղափարի շուրջ համախմբել նրանց, աջակցելով կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը։ Ցուցահանդեսում ներկայացված են երեխաների ձեռքի աշխատանքները, ներկայացված են Երևանի Զատիկ երեխաների աջակցության կենտրոն ՊՕԱԿ-ը, Էմիլիա Արեգակը, Իմ ուղի ուսումնավերականգնողական կենտրոնը, աուտիզմ ազգային հիմնադրամ, Սորս տնակ, Մայրի կենտրոնը, Լուսե հիմնադրամն է ներկայացված, Խարբերտի մանկատունն է ներկայացված։ Այստեղ ներկայացված են երեխաների ձեռքի աշխատանքները, որոնք իրենք պատրաստում են թերապիաները ստանալու ընթացքում։ Կազմակերպիչները վստահեցնում են, փառատոնը կարծրատիպեր է կոտրել փոխել հասարակության վերաբերմունքը առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ու երիտասարդների նկատմամբ։ Փառատոնը շատ կարևոր է, որ տարբեր խնդիրներ ներկայացնենք երեխաների կարողությունները, որ իրենք կան իրենց կարևոր։ Մենք ուզում ենք, որ նրանք մշակույթի միջոցով նաև շփվեն հանրության հետ, ներառվեն հասարակական կյանքում, որովհետև ցավոք սրտի այսօր նրանց համար այդպիսի առանձնացված միջավայրեր չկան, որ կարող են նրանք ազատ, անկախ, անկաշկանդ գնալ, շփվել եւ իրենց գալ յուրայինների շրջանում։ Կողք կողքի միջազգային արտ-փառատոնի երկրորդ օրը Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված մասնագետները սեմինարներ ու վարպետաց դասեր են անցկացրել։ Փառատոնն ամփոփվել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգային ծրագրով, որին ներկա է եղել վարչապետի տիկինը։ Երեխաները ելույթ են ունեցել սիրված արտիստների հետ։ Էլեն Սարգսյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։